Շնորհակալ եմ, ներքին գործերի հարգելի փոխնախարարներ, մի քանի հարց ունեմ։ Առաջինը կախված է անցած տարի իմ կողմից հեղինակած եւ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծին, որով ներքին գործերի նախարարությանը տրվեց լայն լիազորություններ եւ պետական կառավարման համակարգի արկա բոլոր տեսախցիկներին 24-ժամյա հասանելիություն։ Օրենքը ընդունվեց եւ ձեր խնդրանքով ուժի մեջ մտավ միայն օգոստոսի 9-ին, բայց մինչեւ այս պահը չի գործում փաստացի, քանի որ այդ ենթակառուցվածքը չունենք, երբ կունենանք տեսախցիկների մեկ միասնական կենտրոն, որը ինչպես օրենքի նախագծի քննարկման ժամանակ էինք նշում եւ դուք նույնպես նշում եք, կբերի հանցագործությունների կանխմանը, նախականխմանը եւ կանխարգելմանը եւ նաեւ կատարված հանցագործությունների արագ բացահայտմանը։ Երկրորդ հարցը կապված է հաշվառման քննական բաժինների հերթերի հետ։ Մենք անցած տարի իրար հետ համատեղ քննարկման արդյունքում փոփոխություններ կատարեցինք եւ մարդկանց տվեցինք հնարավորություն վճարելով արտահերթ քննություն հանձնելու։ Սրա միջոցով 6 ամսվա ընթացքում ունեցել ենք 5 միլիարդից ավել հավելյալ մուտք ներքին գործերի նախարարություն, բայց ավտոպարկը շարունակում է մնալ քիչ։ Այսինքն այսօր տեսական քննության համար մարդիկ պետք է ամիսներով սպասեն։ Եվ նաև սա է պատճառը, որ ունենք տասնյակ հազարավոր զրկված վարորդներ, ովքեր մինչև այս պահ չեն կարողանում հանձնել քննությունը։ Դրա համար մենք մյուս քայլին ենք գնալու եւ հունիսի 16-ին տալու ենք հնարավորություն գումար վճարելու վերականգնել վարորդական վկայականները, բայց եթե այս մյուս կետը արած լինենք եւ հեշտ լիներ քննություն հանձնելը, այսինքն մարդիկ ստիպված չլինեին 3 ամիս սպասելու, մեծ հավանականությամբ այս թիվը կլիներ ավելի ցածր, ինչ ենք անելու, որպեսզի մեքենաների թիվը լինի շատ, որպեսզի վարորդական վկայական ստանալու համար մարդիկ ստիպված չլինեն ամիսներով սպասել եւ ծառայությունները լինեն ավելի հարմար եւ հասանելի։ Նաեւ կխնդրեմ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնել հաշվառման քննական բաժինների աշխատողների աշխատավարձերին, քանի որ ունենք բարձր ծառայաբեռնվածությամբ աշխատող հարյուրավոր աշխատակիցներ, ովքեր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ, որը բավականին ցածր է հաշվի առնելով իրենց պատասխանատվությունը եւ ծանր աշխատանքը։ Եվ երրորդ հարցը մենք ունենք խնդիր նաեւ քաղաքացիությունից հրաժարվողների հետ կապված։ Ես հարցում եմ ուղարկել ներքին գործերի նախարարին եւ քաղաքացիությունից հրաժարվող մինչեւ 18 տարեկան արարական սեռի անձանց թիվը շարունակում է մնալ բարձր։ Առաջին 4 ամիսներին այս տարվա 800-ից ավել տղաներ ունենք, ովքեր հրաժարվել են քաղաքացիությունից եւ 18 տարեվանից հետո չեն զորակոչվելու ծառայության։ Եթե այս թիվը բազմապատկում ենք 3-ով, որպեսզի հասկանանք 2026 ամբողջ տարվա ընթացքում ինչ թիվ է կազմելու, մոտավորապես անցած տարվա պատկերն ենք ունենալու 2500-ից 3000 քաղաքացիությունից հրաժարված արարական սեռի միջև 18 տարեկան տղաներ, ինչը լուրջ խնդիր է մեր բանակի համար եւ կազմված գալիմաս մեր տարեկան զորակոչի մեջ, որպես ներքին գործերի նախարարություն եւ քաղաքականություն մշակող մարմին, ինչ քայլեր եք նախատեսում անել, որպեսզի այս բանակի վրա մեծ բացասական ազդեցություն ունեցող եւ անհավասարություն նշան դնող արկա իրավիճակը մենք կարողանանք լուծենք։ Քանի որ այսօր ֆինանսական միջոցներ ունեցող անձինք իրենց երեխաներին տանում են եւ հրաժարվում են քաղաքացիությունից, հետագայում նրանք չեն զորակոչվում ծառայության, ինչպես տեսնում ենք հատկապես Երևանի էլիտար դպրոցներում եւ ոչ միայն էլիտար դպրոցներում սովորող շրջանավարտների շրջանում, երբ շրջանավարտներից ոչ մեկ կամ ընդամենը մեկն է գնում ծառայության, քանի որ միջև այդ իր ընտանիքի անդամները օրինական ճանապարհ լուծել են այս հարցը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, կարևոր հարցեր բարձրացնելու համար։ Ըստ էության հարցերը պարոն Ղազարյանի համակարգման ոլորտում են եւ կարծում եմ ավելի ճշգրիտ պատասխան եք։ Շնորհակալություն։ Բոլոր հարցերին անդրադառնամ հերթով, պարոն Սարգսյան, առաջինը ինչ վերաբերվում է տեսախցիկների օգտագործման, այո, ճիշտ եք, մենք չունենք այդ ենթակառուցվածքը, դրա համար էլ ապահովված չի դրա իմպլեմենտացիան։ Ինչ ենք արել այդ ուղղությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալության գործընկերների հետ մշակել ենք անցումային խորհրդատու են թարգմանում հայերեն, transactional advisor ասված, դրա համար համապատասխան տեխնիկական նկարագիր, որպեսզի մենք ունենանք անցումային խորհրդատու, որի միջոցով մենք կփոխենք ամբողջ ինստիտուտը։ Մենակ մեկ կամերայի դոստուպի հարց չլուծենք, հա, կնեք,
բարձեցման համար խնդրի, այլ լուծենք ընդհանուր համակարգի ամբողջականացման հարցը, տեսեք, երբ որ մենք գնացինք կենսաչափական համակարգի ներդրման հարցը, մոտավորապես 1 տարի եւ ավել մենք նախապատրաստել ենք մրցույթային փաթեթը, դրա արդյունքում մենք կարողացանք ունենալ որակյալ մրցույթ, ես չեմ ասում պարտադիր պետք է ժամանակահատվածը այդքան տևի, բայց առնվազն մենք պետք է ունենանք այն բավարար գիտելիքը եւ կարողությունը, որ մրցույթային փաթեթը կարողանանք ճիշտ ձևակերպել։ Հիմա մենք ունենք այս ուրեմն անցումային խորհրդատուի մրցույթային փաթեթը, սա իրականացնենք, կստանանք որակյալ անցումային խորհրդատու, որի հետ աշխատելով կներդնենք ամբողջական ենթակառուցվածքը, մենք այստեղ նաև որոշակի ինստիտուցիոնալ փոփոխությունների ենք գնալու, ես կարող եմ նշել, որ սա բավականին համակարգային լուծում է լինելու, որը կառնչվի ոչ միայն հանցագործությունների կանխմանը, նախագանխմանը եւ ուրեմն հանցագործությունների բացահայտման ցուցանիշի ուրեմն բարելավման վրա կազդի, այլ նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մասով դրական արդյունքներ կունենանք, սակայն ցանկանում ենք համակարգային լուծում ունենանք։ Ինչ վերաբերվում է հաշվառման քննական ծառայությունների հետ կապված հերթերին, Պարոն Սարգսյան, գիտեք, այստեղ ներդրել ենք մի քանի գործիքակազմեր, այդ թվում նաև ձեր հետ համագործակցությամբ, այո, այս ուրեմն արտահերթ վերականգնման համար դիմումների քանակը բավականին շատ է, մարդիկ օգտվում են այդ հնարավորությունից եւ մենք դա բավականին դրական ենք գնահատում։ Ինչ վերաբերվում է ավտոպարկին, դուք ասում եք այսքան գումար ենք ունեցել, որքան է ավտոպարկը թարմացվել, այդ գումարը չի ուղղվում ներքին գործերի նախարարությանը, դա ընդհանուր բյուջետային եկամուտ է, հետո մենք ունենում ենք համապատասխան հատկացումներ, որոնց միջոցով ուրեմն սպասարկում ենք մեր ծախսերը, առաջիկայում ունենալու ենք որոշակի ավտոպարկի թարմացումներ, սա արդեն կրկին ամիսների մասին է խոսքը, մենք եւս մտահոգված ենք հաշվառման քննական բաժիններում ծառայություն մատուցող մեր անձնակազմի վարձատրության չափաբաժնով, սակայն սա ընդհանուր քաղաքծառայության խնդիր է, միայն մեր խնդիրը չի, ընդհանուր քաղաքծառայության համակարգում մենք կարծում եմ պետք է նայենք աշխատավարձերի քաղաքականությանը պետք է ուշադրություն դարձնենք, փորձում ենք որոշակի բնականաբար պարգևավճարներով որքան հնարավոր է այդ իրավիճակը մեղմել, սակայն սա ընդհանուր քաղաքծառայության խնդիրն է։ Ինչ վերաբերում է քաղաքացիության դադարներին, կրկին քաղաքացիության դադարների հետ կապված, ելի ունենք ինստիտուցիոնալ պրոբլեմ, որը լուծելու ենք նաև այն փաթեթով, որի մասին քիչ առաջ խոսում էի քաղաքացիության ձեռքբերման կտորով, մենք կարծում ենք, որ այդտեղ բավականին խնդրահարույց է քաղաքացիության վերականգնման ինստիտուտը, որը չի ենթադրում ոչ մի ֆիլտր։ Ներկայիս օրենսդրության մեջ քաղաքացիության վերականգնումը բացարձակ չի ենթադրում ոչ մի ֆիլտր։ Այսինքն, եթե անձը դադարեցրեց իր քաղաքացիությունը, չափահաս անձը դադարեցրեց իր քաղաքացիությունը, դրա բերումով դադարեցրեց իր անչափահաս երեխայի քաղաքացիությունը, այնուհետև անչափահաս երեխայի քաղաքացիությունը դադարեցնելուց հետո տվյալ անձը կարող է հաջորդ վայրկյանին դիմում ներկայացնել քաղաքացիությունը վերականգնելու ուղղությամբ, մենք կարծում ենք, որ դա խնդրահարույց կարգավորում է, այսինքն ոչ թե խնդրահարույց կարգավորում, այլ կարգավորմանը պարզապես երբեք ուշադրություն չի դարձվել, մենք հիմա դրան ուշադրություն ենք դարձնում եւ կկարգավորենք, շնորհակալություն։